Փաշինյանն ասում է, եթե իրենք չընտրվեն սեպտեմբերին պատերազմ է լինելու։ Ինմենի, միջով եք իրաքի պատերազմը։ Ինչու է ըստ ձեզ շանտաժանում Փաշինյան եւ արդյոք դուք այն մարդն եք, ում հետ նա կարող է այդ ձև խոսել։ Այդ ցավոտան, մեկ չեք վախում, տոածիկ պատերազմը լինի։ Դուքինը, թո ժողովուրդ կտորի, լսի, միջով եք վերիկը պատերազմում էր, բանը քաղաքում էր այս, վարչապետ էր էլ։ Բանը պատերազմը իրել է, 6000 ջա էլեկտրա կտորա, հա, են է տորքորը սարում, ես է կանած։ Բայց իկը տեղը գիտում է վեր, տորքուշտա է կանած։ Բայց եկը գիտում է վեր, բան դուրուշ տեղա։ Դե ժողովուրդին տենց վախեցնում է, որ Իրանը տրեն էլի։ Բարձան։ Պատերազմի սիմվոլը ինքն է։ Իրան որ հանեն տես ես հիշկան լապյան իրան էլի։ Չի էլ բացառում պատերազմ, ուզում է Փաշինյանն լի, ուզում է Պուտինն լի։ Պատերազմը Հայաստանի հետ չի բացառում։ Անպայման լնելու, անպայման։ Կամ այն ինչա հայ ազգը գոյություն ունեցել է 5000 տարի է, 6000 տարի է։ Ամեն 40 տարի մեկ եթե պատմություն ենք ուսումնասիրել, պատմություն եք արտա, ամեն 40 տարի մեկ, 45 տարի մեկ հայ միշտ պատերազմի մեջ է եղել։ Յա ղեկավար ես, խես վաղ դրծին ժողովրդին։ Եթե դու ծախալ ես Հայաստանը, խես վաղ ժողովրդին վախեցնում։ Ինչ կյախ տոտալ։ Այն ղեկավարը որ ավտոմատով հասկերավ, նա ղեկավար չի։ Չի կարելի տենց բան ասի Փաշինյանը ժողովրդի մեջ ահագչում, ժողովուրդը ահուսարսափի մեջ է պահում։ Հատկապես ես բախում հենց Հինգակապ կռևերը։ Երեխեք ստալ եմ գորից, բայց գյուղը պես չեմ թողա։ Ասես ոլոշ կե փողլի, անգրադետի։ Օ, ողջությունում է։ Ինչու է ըստ ձեզ շանտաժանում։ Ժողովրդին դե պատերազմն թոմեք սկսեն էլի։ Դե վախեցնում է էլի, ես ինչ եմ անում, խիա վախեցնում։ Երևի որ ինքը ընտրվի, չեմ կարող։ Ոչ, որովհետև ինքը արդեն հույսը դրել է ժողովրդի վրա եւ պատկերացնում է, դե որ չընտրվի, պետք է այդ վախցնի որ